Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում։ Նրանցից մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն, հայտնել է Ազատություն ռադիոկայանը։ Հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը լրատվական եզրույցում պատմել է, որ Լարիսա Ստեփանյանը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է։ Ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն փնտրել, մի քանի րոպե ման են եկել, բայց չեն գտել։ Լարիսան 73 տարեկան է։ 2020 թվականի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել, ապրում էր Ստեփանակերտի կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում։ Ավելի վաղ Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասել էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա։ 73-ամյա կինը այս հարցով նույնիսկ հերակա Ալիևին էր դիմել։ Այս դեպքից հետո կնոջ մասին տեղեկություն չկա, հայտնի չէ, թե նա որտեղ է։ Հայտնվում է եկեղեցու մոտ եւ Վաղ առավոտից ռազմական ոստիկանության մեքենան հերթապահում է Երևանի Խանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Այս մասին ահազանգել է Տեր-Պսակ Քահանա Մկրտչյանը։ Ռազմական ոստիկանության մեքենան հսկում է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, որը գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տնօրինության տակ։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, եւ դա բնականon ծառայություն է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինված ուժերում ծառայող գնդերեսների մասին հրամանից հետո Մայրաթորի փաստաբան Արա Զորհաբյանը այսօր հայտնել է, որ զինված ուժերում 42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու որպես ժամկետային ծառայող, իսկ մնացած 34-ը այլևս չեն ծառայելու։ Փաստաբանի խոսքով Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ Պաշտպանության նախարարի հաստատած հոգևոր ծառայության կանոնադրության կետերից մեկը, ըստ որի հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով։ Այս գործընթացի առիթը հանդիսացել է, որ գնդերեսները հրաժարվել են Պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնված հակաեկեղեցական ծրագրի։ Գնդերեսների հետ կապված հանդիպումների ճնշումների մասին մամուլում նաև հրապարակումներ եղան։ Սա իրավական կողմն է, իսկ բարոյահոգեբանական կողմը նա է, որ այս իշխանությունը իրականում թիրախավորել է ազգային եկեղեցուն։ Փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, անում են ուղիղ հակառակը։ Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Եկեղեցական այս տոնը նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ։ Այն հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից շարժական է։ Ավանդության համաձայն երիտասարդները տոնի նախօրեին ամբողջ օրը ջուր չեն խմում, իսկ քնելուց առաջ ուտում են աղի բլիթը։ Իսկ ով պետք է պատրաստի աղի բլիթը։ Ըստ ավանդության երիտասարդ աղջիկը կամ տղան աղի բլիթն ուտելուց հետո երազում տեսնում են իրենց ապագա կողակցին։ Սուրբ Սարգիս Զորավարը համարվում է երիտասարդ զույգերի եւ սիրահարների բարեխոսը։ Ով է Սուրբ Սարգիս Զորավարը։ Սուրբ Սարգիս Զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։ Նա ըստ ժողովրդական պատկերացումների գորշ կամ ճերմակ ձիավոր էր։ Սակայն Սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնելն է։ Ավանդազրույցի համաձայն նա իր որդու Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Պենտագոնը և Սպիտակ տունը Դոնալդ Թրամփին ներկայացրել են Իրանի վրա հարձակման հնարավոր տարբերակները, հայտնել է Wall Street-ը։ Ուժեղացված պահպանության պատճառով Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Խամենեիի ձերբակալումը շատ ավելի դժվար կլինի, քան Մադուրոյի դեմ գործողությունը։ Թրամփը դեռևս գաղտնի է պահում ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներն ու ռազմական պլանները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են բանակցել Միացյալ Նահանգների հետ, սակայն դրանք չպետք է լինեն սպառնալիքների և թելադրանքների լեզվով։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել ԱՄՆ քաղաքների տարբեր փողոցներ բողոքելու ներգաղթի ծառայության այս աշխատակիցների գործողությունների դեմ։ Բողոքի ցույցերը նոր թափով բռնկվել են անցյալ շաբաթ, երբ այցի աշխատակիցները կրակելու սպանել են ԱՄՆ 37-ամյա քաղաքացու։ Ավելի ուշ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ պարեկային գործակալները կրակ են բացել ինքնապաշտպանության նպատակով։ Սա թվով երկրորդ դեպքն է, երբ ԱՄՆ աշխատակիցները սպանում են հասարակ քաղաքացու։
ԱՄՆ-ում անցած շաբաթվանին սկսված ձնաբուքը դեռևս չի նահանջել։ Ցուրտ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի։ Մահվան պատճառներից են մասնավորապես սրտահարությունը, ճանապարհատրանսպորտային պատահարները եւ սրտի կաթվածը ձեռքով ձյունը մաքրելու ժամանակ։ Առատյան տեղումների ֆոնին հետաձգվել է դեպի լուսին պլանավորված թռիչքը Արտեմիս 2 առաքելությունը։ Սպասվում է, որ Նյու Յորքից բացի եղանակային վատ պայմաններ կլինեն նաև Ֆլորիդայում։ Mom, Uncle Frank won't let me watch the movie, but the big kids can. 71 տարեկանում մահացել է կանադացի դերասանուհի եւ սցենարիստ Քեթրին Օհարանը։ Լուրը հայտնել են նրա գործակալն ու մենեջերը, նշելով, որ մահվան պատճառը նրա կարճատև հիվանդությունն է եղել։ Օհարան իր դերասանական կարիերայի ընթացքում կերտել է բազմաթիվ կերպարներ՝ էգոիստ մայրապետից մինչև խուճապահար մայր։ Սակայն նրա հայտնիության գագաթնակետը դարձավ «Տանը մենակ» ֆիլմի 2 եթերաշրջանը, որտեղ մարմնավորում էր կամակոր տղայի՝ Քևինի մայրիկին։ Բացի տագնապահար կերպարը, Քեթրինը կարողացել է հեռուստադիտողին փոխանցել մոր եւ որդու կապը, որը նկատելի է եղել անգամ կադրից դուրս։ Երբ Հոլիվուդի փառքի ծառողում հայտնվել էր Քևինի դերակատար Մքոլի Կալկինի աստղը, նա առաջիններից էր, ում գրկել էր Կալկինը։ Ցավալի լուրը անտարբեր չի թողել նաև Մքոլիին։ Նա Instagram-ի իր էջում հուզիչ գրառում է արել, շեշտելով, որ այժմ բարկացած է։ Մեջբերում. Մայրիկ, ես կարծում էի, որ ժամանակ ունենք, ես ավելին էի ուզում։ Ես ուզում էի նստել քո կողքին գտնվող աթոռին։ Ես լսեցի քեզ, բայց ես շատ ավելին ունեի ասելու։ Ես սիրում եմ քեզ։ Կհանդիպենք ավելի ուշ։ 2020 թվականին Քեթրինն արժանացել է Emmy եւ Golden Globe մրցանակների։ Schitt's Creek հեռուստասերիալում խաղալով էգոիստ տրտնջացող, բայց գրավիչ մայրապետ Մոյրա Ռոզի կերպարը, նա կրկին հիացրել էր իր հեռուստադիտողին։ Մոսկվայի երկնքում նկատվել է 3 լուսին։ Այս երևույթը տեղի է ունենում, երբ օդի սառցե բյուրեղներում լույսը բեկվում է։ Այդ ժամանակ առաջանում է պատրանքը։